Բոլորս գիտենք այսօրվա ամիս ամսաթիվը ինչ է նշանակում։ Ցավոք սրտի ամեն մեկը ամեն մի հայորդի այսօր պետք է նշեր կամ իր նշանադրության օրը կամ հարսանիքը լիներ այսօր կամ տարեդարձ կամ չգիտեմ իրանց ծնողների 50, 60, 45 ամյակները նշեին այսօր իրանք գնացին, որ մենք ապրենք, քանի մենք իրենց հիշում ենք, քանի մենք կանք ապրում ենք, իրենք էլ կապրեն։ Խոնարհվում եմ բոլոր ընկած հայորդիների առաջ, ովքեր էլ ողջ են, իրանց առաջ եմ խոնարհվում, մեր ողջ հերոսների, ողջերի մեջ ապրող հերոսների առաջ եմ խոնարհվում, որովհետև երբեմն ինչ-որ համոզմունք կա, ինչ-որ կարծրատիպ կա, որ երբ որ մարդը պատերազմից փրկվել է ինչ-որ, չգիտեմ, հրաշքով, ուրեմն հերոսացվելու իրավունք չունի, ինքը մեղավոր է, որ փրկվել է։ Ես երբեմն բանավեճի մեջ եմ մտնում, ներողություն, բանավեճի մեջ եմ մտնում երբեմն իմ ընկերների, սեղանակիցների, նայած թե որտեղ եմ լինում տվյալ պահին, բանավեճի մեջ եմ լինում հենց այս թեմայի շուրջ, որ երբ որ մարդիկ մեր հերոս տղաներից, հերոս սպայական կազմից սկսած շարքային զինվորներից, որոնք որ փրկվել են պատերազմի ճիրաններից, ուրեմն իրենք հերոսներ չեն։ Ես իրենց առաջ եմ խոնարհվում։ Հերոսները նաև այսօր մեր կողքին են քայլում։ Միանշանակ մեր շարքերում են։ Գուցե պետք է գնահատել նրանց հետևից կամ մեր աջ ու ձախ կողմերից քայլում են մեր հերոսները, իրենք համեստ են շատ։ Իրենց դժվար է ճանաչել ողջերի շարքում։ Այսպես մենք գիտենք բոլորն էլ պատերազմում ինչ-որ արկի պայթյունից անմիջապես նշանառված զենքի հարվածից զոհվեցին, մենք գիտենք, որ եթե իրենք այստեղ են, ուրեմն մեր հերոսներն են, իսկ ողջերի շարքերում ապրող հերոսները Շատ մտահոգիչ թեմա է կան, դա ուրեմն ապրողներս ենք մեղավոր, որ չենք հիշում, չենք բարձրաձայնում նրանց մասին, համաձայն չեք։ Երևի չէ, ես վստահ եմ, որ մենք ենք մեղավոր։ Ես ունեմ ավագ ընկեր, ով էլի մեր շարքերում ապրում է, շատերի անունները կարող եմ տալ, Հայաստանի Հանրապետության պատերազմի վետերանների միության նախագահ Գեղամ Հակոբյանի մասն է խոսքս, իր առաջ իսկապես խոնարհվում եմ, շատ զուսպ, շատ համեստ մարդ է իրոք ու իր անցած ճանապարհը, եթե անցներ ինչ-որ, չգիտեմ, մի խոսքով, եկեք շատ չերկարացնեմ, իմ խոսքը ասելիքս շատ է, ուղղակի իր առաջ խոնարհվում եմ, հուսով եմ այս փոքրիկ տեսանյութը ինքը կտեսնի ու մի քիչ կկարմրի։ Իրական կրված տղերքը իսկապես համեստ են շատ։ Ինքը հատուկ սեպտեմբերի 20-ին հենց Եռաբլուրից սկսվեց 35-ամյակը հատուկ գնդի Հայաստանի Հանրապետության, որը դեռ կազմավորվել է 35 տարի առաջ, հոբելյանական տարելիցներ սեպտեմբերի 20-ին նշվեց։ Երևի թե շատերը չգիտեք, տեղյակ էլ չէիք։ Մասնակիցներից ոմանք կային, ոմանք արդեն մեր հերոսների շարքերում են։ Մի խոսքով ինքը այդ մեծ ճանապարհ անցած մարդկանցից մեկն էր։ Հայաստանի համար շատ կարևոր ու շատ մեծ գործ արած մի հերոս։ Ես իրեն հերոս եմ համարում։